Նիկոլ Փաշինյանին, եթե շատ պարզ ու անկեղծ խոսանք, դրդում են մոլդովական մոդել կիրառել կամ ֆիլտրումներ անել։ Այսինքն, այդ 3 առանցքային ուժերից մեկին, գուցե երկուսին ընտրապայքարից դուրս դնել։ Ուրեմն, եթե հանկարծ հանգամանքները ձևավորվում են, օրինակ մենք ֆիլտրվենք, մենք ունենք պլան B եւ պլան G ունենք։ Ուրեմն մեր էլեկտորատը իմ շատ համեստ գնահատական կտան, որ չլինի ինքնագոհություն, ամենամոտիվացվածներից, էներգետիկ առումով ամենաակտիվներից մեկն է, եւ ունենք մենք մի առավելություն, որ մյուսները չունեն, ունենք շատ խարիզմատիկ առաջնորդ, այսինքն մեր էլեկտորատին դա կարգապահություն է հաղորդում, եւ առաջնորդի մի խոսքով էլեկտորատը կարա մոբիլիզացվի։ Հետևաբար, մենք պիտի ազդակրենք, որ եթե իշխանությունը գնա նման ավանտյուրայի կամ սխալի, մեր էլեկտորատի ոչ մի ձայն չի փոշի անել։ Եվ ընդհանուր գործը, իսկն հունիսի 7-ի իշխանափոխությանը դարձնելը չի տուժելու։ Սա մեկ։ Հարամություն երկուսը այն է, որ ինքը ասենք երկուսի ֆիլտրի մոտավորապես Մոլդովայում տենց արեց։ Այս դեպքում իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալի, որ Հայաստանում ստեղծվելու է հեղափոխական վիճակ։